Հիմա ամենափրկչում Շիրակի բոլոր հոգևոր հովիվներն էին։ 7 վերքում մեր Շիրակի թևի հովիվներից ոչ ոք չկար, պատարակը մատուցում էր Բալթյան երկրների հայոց թեմի առաջնորդ արքեպիսկոպոս Միրզախանյանը։ Ինչ կասեք, սա ինչ է, կարծես ժողովուրդը հիմա երկու մասի բաժանված լինի, մի մասը 7 վերքում է, մի մասը ամենափրկչում, մի տեսակ տարօրինակ իրավիճակ առաջացել, հա, ինչ կասեք։ Ցավոք սրտի բոլոր ժամանակները հաշվի առնելով հանդերձ, Շիրակի թեմի բոլոր եկեղեցիներում, ոչ միայն Սուրբ Ամենափրկչում, այլ Շիրակի թեմի բոլոր եկեղեցիներում, որտեղ կա նշանակված հոգևոր հովիվ, քահանա, բոլոր եկեղեցիներում ներկա պահին մատուցվում է Սուրբ եւ անմահ պատարագ, ցավոք սրտի բացառությամբ մեր առաջնորդանիստ Սուրբ Աստվածածին 7 վերք եկեղեցում, որը բացառիկության կարգով առաջին անգամն է եւ դա Աստված վերջին անգամն է, որ Կիրակի օրով Սուրբ եւ անմահ պատարագ չի մատուցում։ Իսկ ինչ վերաբերվում է նմանատիպ իմիտացիաներին կամ շոուներին, որ իրենք կազմակերպում են, ես չէ որ պիտի դատապարտեմ կամ ես չէ որ պիտի գնահատական տամ։ Այդ ամեն ինչի միակ եւ արտար դատավորը Աստված է։ Իսկ ժողովրդի պառակտության մասով այն ինչ իրենք ցանկանում են, դա դեռ չի նշանակում, որ իրենք հաջողելու են։ Մի պայքարի մեջ է, դե իրենք դուրս են եկել Աստծո դեմ, միանշանակ արդեն իսկ ապացուցված է, որ իրենք տապալված են ի սկզբանե։ Ես բարձրախոս նկատեցի, սա միշտ չէ որ լինում է դրսում, հա, պատարագի ժամանակ, սա միտումնավոր է դրված։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ այսօր բացառիկության կարգով մենք մեր Սուրբ Աստվածածին 7 վերք եկեղեցու մուտք գործելու զրկված ենք, քանի որ երեկվանից բռնազավթված է Սուրբ Աստվածածին 7 վերքը, եկան ուժայիններով, իր ծառաներով եկավ եւ զավթեց։ Դրա համար մենք էլ հաշվի առնելով են հանգամանքը, գիտենալով որ մեր հավատացյալ ժողովուրդը ստիպած կենտրոնանալու են մի եկեղեցում, որովհետեւ մեր սրբազան հայրը, մեր հոգևոր հայրերը հորդորել էին, որպեսզի սադրանքներին չտրվենք եւ չգնանք բախման, խուսափենք ու Փառք Աստծո շատ եկեղեցիներ ունենք, որտեղ կարող ենք մասնակցել Սուրբ եւ անմահ պատարագի։ Մեր հայրերի հորդորով, խրատով մենք էլ խոնարհությամբ լսելով, ընդունելով բոլորս մասնակցում ենք ամենափրկիչ եկեղեցում, դրա համար, քանի որ տեղ եկեղեցում վստահ ենք, որ չեր լինի, բոլորս չէին կարողանա մուտք գործել, այդ իսկ պատճառով որոշեցինք բարձրախոսերը տեղադրել, որպեսզի այն մարդիկ, ովքեր որ չկարողանան մուտք գործել եկեղեցի եւ մասնակիցը լինել Սուրբ եւ անմահ պատարագի, իրենք էլ կարողանան մասնակից լինել եւ ամենուր պիտի գիտենան, որ մեր վեհապար հայրապետի եւ մեր թեմի առաջնորդի անվան հատվածը երբեք Սուրբ եւ անմահ պատարագի միջից չի զեղչվելու։ Բոլորը պետք է լսեն ու Փառք Աստծո, որ թեկուզ այդ իրավապահ համակարգի ծառայողներ, որ ստիպված եկել են այստեղ, իրենք էլ լսեցին, ընկալեցին, նստված տվեց իրենց մոտ, որ մեր հայրապետը, մեր վեհապարը Գարեգին II կաթողիկոսն է, մեր Շիրակի թեմի առաջնորդը եղել է, կա ու շարունակում է լինել մեր թանկագին Միքայել arczepiskopos Աջապահյանը։ Բոլոր հոգևոր հայրերով էստեղ եք, հա, դուք հիմա Տեր հայր 7 վերքում